Հիշեցնեմ, որ մենք Դավիթ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի» գրքից ենք կարդում մեր փոքրիկ տեքստերը սովորաբար, հանուն մեր նյարդերի։ Տեսնենք, այսօր մտահղացում բառի մասին է նյութը։ Հղիանալ, հղի բառերը մանուկներն անգամ գիտեն, հղանալը հիմնականում գրագետ մեծերը։ Հղանալ նշանակում է մտքում որևէ գաղափար, միտք ծնել, նաև հղիանալ, այստեղից էլ հղացում։ Հիմա ասեք, թե որտեղից ծլեց մտահաղացումը, ով հղացավ, գուցե հղիացավ այս ան։ Ասեմ, որ խաղալ, հաղալը բոլորովին ուրիշ օպերայից է։ Գիտունիկ պաշտոնավորներ ու սուտ գրագետիկներ, հորդորում եմ հրաժարվել այդ անկոչ ա տառից ու ձեր խոսքի ճախրի մեջ միայն մտահղացումը գործածել, մտահղացումը, հանուն մեր նյարդերի ու նոր մտահղացումների։